Բարև ձեզ հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը արտակարգ։ Հետևորդներ ջան, որոշել եմ այսօր մի բան արագ պատրաստել, հաց ուտենք շուշուտ, ամուսինս սոված է, ինձ ես տեսնում սովածանում է, ասում է ինչ ենք այսօր ուտելու, ես էլ այսպես որոշեցի, որ արագ ինչ անեմ, սառցե խցիկում ունեինք դրած բաթրջանը այսպես խորոված, հետևորդներ ջան, խորոված, ես լոլիկով բանում, ես այսպես իրուն հավաքում եմ ակուրատնի ու դնում եմ սառցե խցիկ, երբ որ հասկանում եմ, որ խորովել ենք և շատ է, ավելացել է, այն օրը, որ խորոված էինք անում, ավելացել է, ափսոսս ոնց որ եկավ, դե այդքան ուտելիք կար, այսպես դրել ենք սառցե խցիկ, տարել է, իսկ այսօր հանեմ և շուտ պատրաստեմ։ Հիմա տեսեք, թե ինչ, այսինքն նայեք, թե ես հենց նոր եմ հանել և գտնվում է լրիվ սառը վիճակում, բայց դա հոգ չի, դնում եմ այսպես թավայի մեջ և ավելացնելու եմ մի փոքր ջուր, այսպես մի փոքր ջուր եմ ավելացնելու և դնեմ կաման սենց գոլորշու վրա, ինքը համ հետ կգա, սիրուն հետ կգա ու կսկսի առանձնանալ, ես ընդհանրապես միշտ այդպես եմ անում, չեմ ես սիրում, երբ որ հանում եմ սառցե խցիկից և թողնում եմ, որ հետ գա թուլանա, ոնց որ մի տեսակ սենց ուրիշ տեսք է ստանում, դրա համար է ես միշտ այս տեսակ եմ օգտագործում, հիմա դրեցի, որ դա հետ գա, մեկ է տեսեք ունենք այսպիսի կանաչ ոլոր ունեմ, էլի դրած սառցե խցիկ, որոշել եմ հեսա մի փոքրիկ, սենց կիսախաշ արածա, մի քիչ լցնեմ սենց ջրի մեջ ինքը հետ գա, սենց ամառային աղցան պատրաստեմ, հետը ավելացնեմ իմ մտածելով, էլի սենց ինչ կարելի ավելացնել, որ ստանանք ամառային գունավոր համեղ աղցան։ Հիմա հեսա գարուխը լցնեմ ջրի մեջ, տաք ջրի մեջ նկատի ունեմ, մի քիչ թուլանա, արդեն մնացած բաղադրիչները, որ կավելացնեմ ըստ ճաշակի, ըստ սրտի ցանկության, տեսնենք ինչ տեսակի աղցան կստանանք։ Հիմա այսպես դրել եմ, թող հետ գա, ինչ եմ անելու։ Ես շատ եմ սիրում, երբ որ խորոված վաթրջանը մենք ավելացնում ենք շատ սոխ։ Ես շատ սոխով եմ սիրում, այս ասոխը կբերեմ կմաքրեմ, պատկեսեք աղա մի 3-4 գլուխ ես սոխ ավելացնեմ, որովհետև շատ եմ սիրում ու շատ համով է լինում սոխով։ Դրա միջից սոխ բերեմ ու գամ։ Սոխը մաքրեմ, մինչև մի քիչ արդեն սկսել է թուլանալ։ 3 հատ սոխ բերեցի, բայց էլի ունեմ մաքրած սոխ։ Նայեք, օգտագործեմ ափսոսը։ Հիմիկվա սոխերը դնում ես, բերում ես, նայեք, տեսքը լավը, ինքը լավը, բացում ես ու ամբողջ սենց մեջերը նեխած է։ Ոչ մի բանը տեղը տեղին չի։ Այսպես մենք գնամ մաքսանի համար, հեսա գնամ կանաչիներ կավեմ, հետևորդներ ջան, իմ բակում լիքը կան կանաչիներ, ամեն տեսակի, ինչ տեսակի, որ ցանկանում ես, իմ բակում կա։ Բայց դե ես շատը սիրում եմ ռեհանը, հետևորդներ ջան, շատ եմ սիրում։ Լվանանք լավ, կտրատեմ, պատրաստեմ։ Այսպես։ Հիմա տեսնենք, թե ինչ աստիճանի է թուլացել։ Այստեղով ինչ շով հարմարացնենք, որ ավելի ինքը
բավականին արդեն թուլացել է, հիմա արդեն շուռ եմ տալիս դեպի պամիդորի կողմը, որ ընկնի տակը, այսպես շատ լավ, հետո նոր կավելացնենք արդեն սոխը, մի քիչ ուժեղացնեմ տակը, որ շուտ լինի, դանակս ինչ արեցի, սոխը կտրատում եմ այսպես նայեք, խոշոր, այսպես խոշոր լուսնաձև, մանր էլ չեմ անում սոխը, որպեսզի մեջը երևա, ես դա փոքրուց այդպես սովորել եմ, խոշոր սոխին և շատ սոխին, արտաշատի կոմերում մեր բոլորը այդպես էին պատրաստում և հիմնականում տատիկս, մայրիկիս մայրիկը, դե հայրիկիս մայրիկին չեմ տեսել, փոքր եմ եղել, շատ փոքր եմ եղել, երբ որ մահացել է, չեմ էլ հիշում, բայց մայրիկիս տատիկի հետ շատ երկար տարիներ եմ ապրել, շատ եմ իրանց տանը գնացել, մնացել և տատիկիցս բավականին շատ մեծ բաներ եմ սովորել, դե պատրաստելու, դե գործունեությամբ, ամեն ինչը, այնպես որ տատի ջան ողորմի այսպես խոշոր սոխերով պատրաստում էր և շատ սոխ էր լցնում, ես փոքր ժամանակ այդքան շատ սոխ բան չէր սիրում, որ իրանց տանը մնում էի կամ գալիս էր մեր տանը լացում ասում էի, ոյ սոխ ասում էր, շատ օգտակար է պետք ու այն ձևի էր ներկայացնում, որ դու անկախ քեզանից սկսում էիր այդ սոխը ուտել ու անչափ շնորհակալ եմ, այո, որ նման տեսակի տատի եմ ունեցել և ինձ այսպես սովորեցրել է, թե համով բաներ պատրաստել, թե ուտել ամեն ինչ, մարդը պետք է ուտի ամեն ինչ, սոխը արեցինք, բայց էլի ունեմ, կես գլուխ էլ ունեմ, են էլ կավելացնեմ, տեսեք, թե ինչքան սոխ եմ լցնելու։ Եվ անանք մի հատ ձեռքերս, ու արդեն գարուխն էլ լցնեմ, թող և պելևոնը տաք ջրի մեջ եմ լցնելու, էլի, իրան տնի չեմ անամելու։ Մի քիչ ենքան, որ մի հատ աղցան անելու համար եմ ուզում, նախատեսված մի հատ աղցանի համար, մենպես կոճել եմ, որ հիմա դժվարանում եմ բացել, բայց դե ես սիրում եմ լավ պինդ փակ, հերմետիկ փակ լինի, երբ որ դնում ես սառցե խցիկ, չեմ սիրում, որ հանկարծ ինչ-որ բաց տեղ է լինում, ամենայն դեպս ինչքան էլ ասենք, թե սառցե խցիկդ մաքուր լինի, մեկը ունի մի հոտ, մի համ, որը կպնում է, որը շատ տհաճ է։ Սենց անեմ, ցելոֆոնն է կփոխեմ, որովհետև տակը ավելի թափուկ է, թուլացել է։ Ինչքան պետք է այդպես փոխել, մնացածը հետ ունենք տեղը։ Պտտիկի նման փոխվում է իրարից։ Երևի թե հերիքա, որովհետև տանը 3 հոգի ենք, այդքան է կարիք չկա, որ շատ պատրաստենք։ Տեսեք, այսքան անեցի, տեսեք, թե ինչ լավ է մնում սառցե խցիկում բոլորը, շատ լավ, հատիկար հատիկ էլ այսպես մնում է, դա ճիշտ խաշելու, ճիշտ ձև դնելուց է լինում։ Այսպես, ստեղ էլ է թափվել, դա էլ ավելացնեմ, ափսոս է, հիմա ավելացնեմ մի քիչ տաք ջուր, մի քիչ սպասենք ջուրը տաքանա, պարտադիր տաք ջուր, սաղը որ լցնեմ, սենց սաղուշ կկանգնի,
Լավ է։ Եվ վերջ, բայց ոնց որ մի փոքր, հեսա տեսնա։ Կարող եմ մի փոքր տաքացնել, թող մի քիչ փափկի, փորձենք այդպես։ Մի քիչ փորձեմ, տեսնեմ թեկուզ դնեմ գազի վրա ուզենա պղպճակներ տաբերսի, թող կոտրի, իրա կոշտություն է, ունի ինքը կոշտի հատկություն ունի։ Իսկ մնացածը նորից այսպես հեսա հերմետիկ սիրուն կսկոճեմ և կդնեմ սարդը խցիկ։ Շատ լավ բան է, երբ որ սարդը խցիկ ես ունենում ու ամեն ինչը սիրուն լավ տեղավորվում ես։ Հիմա տեսեք այս խաղողի թուփը։ Տեսեք, թե ինչպես այդի լայնություն ունի։ Սա մեր դռան խաղողն է, այսպես լավ մեծ լայն թփեր է ունենում հետևորդներ ջան։ Ոնց ենք անում, այսքան է քեզ հարկավոր, այսքան է հիմա խոսքորն այդի հարկավոր, ծալում ենք, այսպես ծալեցինք, մի հատ ռեզին, այսինքն հեսա ստեղ կա ռեզինը, ես հեսա ձեզ ցույց տամ, տեսեք, այսպեսի ռեզիններ ա, որ անցկացնում են կանաչիները կապելուն, այսպես թույլ, գցում ենք խաղողի վրա, այսպես թույլ գցում են և հենց այսպես ռեզինով էլ, այսպես ծալած վիճակով ռեզինով էլ դնում ենք ջրի մեջ մի հատ եռումա, չեռացած այդ եռման ջրի մեջ դնում ենք հանում և այսպես թողնում ենք սառում իրար վրա դասում ենք, ես պետք է 2-3 հատիկ վերցնում ես, որ միանգամից ամբողջը չհանես սառը վիճակում և չկարողանաս փաթեթավորել, դա շատ ճիշտ է այսպես հետևորդներ ջան, կարող եք այդ տեսակի անել։ Արդեն բավականին եղել է, հիմա կանաչիները ավելացնեմ, ես սիրում եմ այսպես բերեմ և բերեմ այսպես կտրեմ, ախորով չեմ կտրատում բան, հենց անմիջապես մեջն եմ կտրում։ Սա են կանաչիները, մի հապես սիրուն խառնեմ, հավեսին վաստացվեց։ Շատ հավեսին։ Փակեմ կանաչիներով է մի քիչ մեջը լինի։ Այստեղ էլ սենց առիթից օգտվում եմ և սենց կծու պիպար եմ դրել խորով է, ամուսինը շատ է սիրում, կծու մանավանդ խորոված վիճակով մի հատիկ այսպես խորովում եմ, պատրաստում եմ իրա համար։ Հիմա էլ այսպես գարուխը լցրեցի մի քիչ թուլացավ, հիմա հեսա քամում եմ և անցնեմ աղցանի պատրաստմանը։ Վերջ։ Արդեն իսկ լցնեմ աղցանի համար նախատեսված ամանի մեջ, սա մեջ եմ աղցանի պատրաստելու, արդեն բոլորը ավելացրեցի, հեսա մի քիչ մնա գնամ ներքև, չէի կարողանում իջնել ներքև կանաչիներ գնայի հավաքելու, որովհետև դե ճաշը վրան է Բադրջանը, մի հատ տեսնեմ վերջնական ինչպես քեզ տանում, տակը մի փոքրիկ կկամացացնեմ, սա կգամ, որ կմաքրեմ, կամ կարող եմ տեղափոխել այս փոքր տեղը, ստեղ ավելի թույլ է գազը, սա անջատը,
Արեցինք, հիմա գնամ կանաչիների հետևից գամ ու կմիանանք։ Իսկ հիմա պատրաստեմ աղցանը։ Տեսեք, վերցրել եմ կանաչիները, մարոլ հետը, համեմ, սամիտ, կանաչ սոխ։ Ավելացնում ենք կանաչիները շատ։ Բոլորի վրա եմ լցնում։ Սա մտահաղացում է հետևորդներ ջան, այնքան որ ամառային միած այնց հարմար թեթև աղցան լինի, այդ չէ, կոնկրետ բան չկա մեջը ավելացնելու, ինչ ցանկանում ես, ինչ ուզում ես որ լինի։ Բայց ինձ օրինակ այդ տեսակի աղցանները ավելի համեղ է ստացվում, երբ որ ավելի արագ ես անում, առանց մտածելու, առանց պլանավորելու, թե ինչ ես անելու, դա ավելի լավ է լինում։ Հիմա կավելացնեմ վարունգը։ Այսպես, խոշորոտ մաները չեմ կտրատելու, այս չափի, մի հատ վարունգ, մի հատ լոլիկ, էլի լոլիկն է, այսպես խոշորավուն, որ մեջը երևա։ Այսպես, կես պղպեղ, պղպեղը շատ չեմ ավելացնում, այսպես, կտրատելուները ավարտվեցինք, հիմա կավելացնեմ ձետ, և արդեն համեմունքները անեմ, գլխավորը աղը, սև պղպեղ, կարմիր պղպեղ, ճանցքը բացենք, որ ես էլ կարմիր պղպեղ շատ չեմ անում, այսպես, և կարելի է մի փոքրիկ լիմոն սաշճզմել, քիչ, այնքան որ մի քիչ որ կաթա մեջը, արդեն մենք հեսա և սկսանք խաղնել, հետաքրքիր լունային աղցան, շատ լավ է, կարևորը նորություն է, անընդհատ նույն վարունգ լոլիկը չի, տեսակի ստացվեց, հետևորդներ ջան, տեսակ, ինձ սիրուն գունային լավ աղցան ստացանք, այսպես էսը դնեմ, որ հեսա արդեն բադրճանն է պատրաստ, արդեն հաց դնենք, որ հաց ուտենք, սել աղցանը, այս էլ բադրճանի խորովածը, սել մեր սեղան։